Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում երկրի հարցը հաղորդաշարն է, այսօր մեր հյուրը Հայաքվե վարչության անդամ, ֆինանսիստ Հրայր Կամեդատյանն է, բարև ձեզ պարոն Կամեդատյան։ Թե ինչ է յետընտրական Հայաստանում կատարվում, դա առայժմ թողին քաղաքագետերին, բայց նաև Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած, հատկապես վերջին մի քանի շաբաթվա հայտնի իրադարձությունների ֆոնին, երբ որ Հայաստանից գյուղմթերքի եւ այլ ապրանքների արտահանումը Ռուսաստան սկզբունքորեն արգելափակված է եւ հայ արտադրողները ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Գնահատականները ամեն կողմից գալիս են, բայց այսօրվա մեր թեման խնդրում եմ մեր զրույցի թեման խնդրում եմ պահել այն շրջանակներում, թե ինչ անենք մենք սովորական շարքային քաղաքացիները, որ ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են այս վիճակում։ Հարգելի Էդվարդ, եթե մենք ցանկանում ենք որպես քաղաքացիների մասնակցության տեսակետից քննարկել այդ տնտեսական խժդժությունը, որը հիմա իրականության մեջ է, մենք պետք է կարծես թե քննարկենք երկու կողմերի մասով. արտադրող քաղաքացիներ, գյուղմթերք արտադրող քաղաքացիներ եւ գյուղմթերք սպառող քաղաքացիներ։ Հիմա նայեք, գյուղմթերք արտադրող քաղաքացիները վերջին 3-4 տարվա ընթացքում հաջողություններ են հասել։ Մեծ հաջողություններ են հասել, արտահանման գյուղմթերքի ծավալները ֆանտաստիկ բարձրացել են։ Դա իհարկե խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդը, մեր գյուղմթերք արտադրողները աշխատասեր են, նախաձեռնող են, լոգիստիկ կապերը հստակ տիրապետում են, ենթադրենք ռուսական շուկայում տիրապետում են, հայկական իհարկե նաև սփյուռքի օգնությամբ մեծ հնարավորությունների եւ այդ մեծ հնարավորությունները որոշակիորեն կապիտալացվում են նրանց արտահանման ծավալների թվերի հետ կապված։ Հիմա երբ որ դուք հիշատակեցիք, որ հարց տողնեք քաղաքագետներին, կարծում եմ դա միգուցե ցանկություն է, բայց այդպես պետք չէ։ Քաղաքագետ, քաղաքականությամբ զբաղվող, սիրողական մակարդակով կամ ընդհանրապես քաղաքականությունից հեռու մարդիկ այսօր կատարել են քաղաքական քայլեր, հայտարարություններ, կսմիթներ, զանազան այլանդակություններ, մանր ու մեծ զանազան ստորություններ են կատարել, ենթադրենք նրա համար, որ ռուսական շուկան պարզապես փակվի։ Այս մարդիկ հավանաբար մտածել են, որ Կրեմլում, չէ, նստում են կամ Կրեմլում ապրում են մարդիկ, ովքեր անինքնասեր են, մարդիկ, ովքեր իրենց հասցեին հնչած ինֆորմացիային չեն տիրապետում, իսկ այն ինֆորմացիան, որ Հայաստանից գնում էր դեպի ռուսական, ենթադրենք, այդ հետազոտական կենտրոնները, որոնք ռուսական ղեկավարությանը սեղանին դնում են իրավիճակի օբյեկտիվ իրական պատկերը, թե հայկական քաղաքագիտական միտքը դեպի որ կողմ է գնում կամ սողում, որովհետև ընդամենը մի կես տարվա մեջ, մի տարվա մեջ զանազան արտահայտություններով այդ ցնցումներ են բերել եւ բան հասրել նրան, որ առաջին անգամ մենք Ռուսաստանի հետ ունենք առևտրային պատերազմի իրավիճակ։ Հիմա վերադառնանք գյուղմթերք սպառողներին։ Գյուղմթերք սպառողները այս պահին թվում է թե որոշակի ստացել են ինչ-որ բոնուսային իրավիճակ։ Առանձին գյուղմթերքներ էժանացել են հայկական սպառողի համար։ Ուրախանանք դրանից թե ոչ։ Իհարկե պետք չէ։ Միգուցե առանձին տնտեսության համար դա կարող է ինչ-որ կոպեկների օգուտներ լինել, չէ, բայց երկրի մասշտաբով, եթե հաշվի առնենք, որ մոտավորապես 2.5 միլիարդ դոլարի արտահանումը արկախված է, այդ 2.5 միլիարդ արտահանումից առնվազն մենք ունենք եւ բյուջեի հետ կապված հատկացումներ, բյուջեն այդտեղից սպասելիքներ ուներ, մեծ գումարներ։ Ես կարծում եմ այդ գումարը հավանաբար մոտ 800 միլիոնից մոտավորապես 1 միլիարդ դոլարի կարգի է։ Դրանից զատ այս ամբողջ բնագավառը ոչ թե հայտնվել է կաթվածի մեջ։ Այս ամբողջ բնագավառը իր հետ փոխկապակցված մնացած տնտեսական, այսպես ասած, շղթայի մասնակիցների մոտ եւս առաջացրել է ֆորս մաժորային իրավիճակներ։ Ինչ է լինելու։ Դժվելու են առաջին գյուղմթերք արտադրողները, երկրորդ փոխկապակցված իմաստով գալու է հարվածը հաջորդ
դա փոխադրող կազմակերպությունն են տրանսպորտային, դրանից հետո գալու է ապահովագրական ընկերությունների վնասի ժամանակը, դրան հաջորդելու է բանկերի վնասների ժամանակաշրջանը եւ կարծում եմ մենք բավականին թանկ գին ենք այսպես վճարելու որպես էթնոս, որպես հանրույթ, չէ, այն 34 միլիոն իբր թե խոստացված եվրոյի համատած, որ եվրոպական, ինչպես նախկին մի քաղաքական գործիչ էր ասում, եվրո յոնջաների կողմից։ Պարոն Կոմենդանտյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, իհարկե բառացի չեմ մեջ բերում, բայց համարյա թե բառացի, մեր ինքնիշխանությունը, մեր ինքնիշխանության հաշվին անորակ արտահանում չպետք է ունենանք, չպետք է խրախուսենք։ Այսինքն, այն իբր որ մենք արտահանում ենք Ռուսաստան ու դրանով ընկել ենք Ռուսաստանից կախվածության մեջ, անորակ էր, հիմա Եվրոպաները կամ որ ինքը ասում են մենք ձեզ տեղը ցույց ենք տվել արտահանման, այդ տեղերում այդ ապրանքը չի սպառվում։ Դա ինչի համար է։ Մեր ինքնիշխանության մասին է իրոք մտածում Հայաստանի իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, թե դրանով լուսամուտ է բացում, որ վաղը մյուս օրը չֆինանսավորի կամ չսուբսիդավորի այն ֆերմերների արտադրանքը, որ հնարավոր չեղավ արտահանել։ Կներեք, այդպես բացած։ Հարգելի Էդուարդ, այստեղ մի քանի հարցեր շահ կապված են, բայց նրանք գտնվում են մեկ հարթության մեջ։ Շահ կապված են առաջին այդ անձնավորությունը բնականաբար տնտեսական իմաստով ղեկավար չէ։ Նա տնտեսագիտության հետ կապ չունի։ Նա տնտեսության մի վարքեն։ Լավ։ Այդ կաբինետը իրենը չի։ Այդ կաբինետը կարող է զբաղեցնել տնտեսագիտության մեջ բավականին փորձված եւ ակադեմիական շրջանակներում հայտնի անձնավորություն։ Կաբինետը իրենը չէ։ Կաբինետ նկատում եմ կառավարություն։ Կառավարությունը մենք շեղում ենք հարցից, բայց այդ կառավարություն կոչեցյալը, որ այսօր աշխատում է, չէ՞, այդ կառավարություն կոչեցյալի արդյունքները մենք տեսնում ենք։ Լավ, շարունակեք։ Հիմա շարունակենք։ Ինքնիշխանության հետ կապված այդ ֆոկուսը, որ նա փորձում է ինքնիշխանությունը կապել ինչ որ կեռասի արտահանման հետ, չէ՞։ Փաստորեն հա։ Փաստորեն այո։ Փաստորեն մենք ինչ ենք ստանում։ Մենք ստանում ենք մարդ, որը տապալել է իր աշխատանքը, իր ֆունկցիոնալ պարտավորությունները չի կատարել, չի կարգավորել նույնիսկ իր ձեր կողմից հիշատակած կաբինետի աշխատանքը եւ արդյունքում այս մարդը ոչ մի պարտավորություն չունի կարծես։ Եվ նույնիսկ այդ մտածածին պարտավորություն չունենալու պարագայում նա իրեն յուրահատուկ այդ իր հոգեբանական կեցվածքի յուրահատուկ փորձում է հարցից փախտել, հարց իր վրայից ջրել, ձեռքերը լվանալ։ Մի վարքան, ես բացատրեմ։ Այս անձնավորությունը փորձում է մեր վատ կրթված, հնարավորություն չստացած հավանաբար մարդկանց մանիպուլացնել այս զանզան մոլորեցման հնարքներով, չէ, եւ նրանց ինչ է առաջադրում։ Նրանց առաջադրում եւ ծիծաղել է, եւ նաեւ զարհուրելի իր ցինիզմով լի այս մի դոկտրին է առաջադրում, որ կեռասը եւ մեր ինքնիշխանությունը իրար հետ հակադիր ինչ-որ կապեր ունեն։ Հիմա ես նույն անձնավորությանը եւ նրան հավանող կամ լայքող կամ սրտիկներ ես միջերս հղող ես անձնավորությանը բոլորին հարց եմ տալիս։ Իսկ կա արդյոք բացարձակ անկախ երկիր։ Իհարկե ոչ։ Բոլոր երկրները ինքնիշխանության հետ կապված ունեն հարաբերական որոշակի դիրքորոշում եւ չի կարելի պնդել, որ ինչ-որ մի ապրանքի կամ ինչ-որ մի բանի կամ ինչ-որ ծառայության դեմ մեզ ամեն ինչը կատարելքում ինքնիշխանությունը վտանգվում է կամ վտանգներ են կամ ռիսկեր են։ Մեր ինքնիշխանությունը դա մեր բանակն է, մեր սահմանն է եւ հայ մարդու վճռականությունն է իր ինքնությունը պահելու։ Եվ մեկ անձի մակարդակով ինքնությունը պահելու այդ ցկտումը դա հավաքական իմաստով մեր ինքնիշխանության ամբողջ դոկտրինն է։ Սա պարզապես բառերը բերում է, կապում է իրեր, որովհետև հստակ պատասխանատու է, որովհետև նրա հայտարարությունները գոնե առերևույթ հանրային, որոնց մենք ծանոթ ենք, չէ՞, եւ բացի դրանից մենք ավելի քան կասկածի տեղ ունենք, որ այս անձնավորությունը հավանաբար ունի որոշակի ստվերային պայմանավորվածություններ
իր կողմից նախկինում հիշատակված եվրոյոնջաների հետ, չէ, ես այս մեր մետակա հարևանների մասին դեռևս չեմ խոսում։ Եվ այս անձնավորությունը կրում է հստակ անձնական պատասխանատվություն։ Հիշում եք նրա խոսքերը ընտրական այդ մարաֆոնի ընթացքում, երբ նա կներեք արտադրության համար, որտեղ մեզ հավանաբար կանայք երեխաներ են դիտում, որ ասում էր կզսնելու եմ, սատկացնելու եմ, ես, չէ, Այլանդակ բառապաշարը։ այդ բառապաշարը, որը երբեք հարիր չէ, երբեք հարիր չէ, ցանկացած պետական նույնիսկ ստորագույն ընդանենք այս հատվածում աշխատող աշխատակցի համար, երկրի ղեկավար աշխատող դեռևս եւ հավակնությունով անձի բերանից պարզապես գետի նման հորդում էր։ Հիմա այս հանձնավորությունը, չէ, չարել։ Այդ նույն արտահայտությունների զանզան մոդելները, դրա վարիացիաները, իր ընդհանենք ովքեր են կատարում, իր անմիջական մերձակա շրջանակը։ Դրանից բացի կան պրոքսի տիպեր, պրոքսիներ կան, մոտապես ես հաշվել եմ, հավանաբար մի 400 հոգի, 300 հոգի, բայց առավել խտացած մոտապես մի 50 հոգի, առավոտից երեկո էլ բանը սապոգ լիզող, ռսա քոցա եսի միջ, էլ Թաթարստան, էլ եսի միջ, այս մարդիկ մեկ տարվա ընթացքում այս ռուս հայկական փխրուն ենթադրենք քաղաքական իմաստով հարաբերությունները, չէ, այդ հարաբերությունները բերեցին լցրեցին այս կուպրի սևության, այս ամբողջ հեղեղը, որը կոռոզիայի նման այս հայկական, ռուսական բարեկամություն չասեմ, հիմա բարեկամներ չկան, բայց հայկական, ռուսական նեյտրալ հարաբերությունները դրանց մեջ բերեցին ատելության մի խոսք, որը որ բնականաբար այն կողմում լսում են դրանից զատ ռուսական կողմում ակնհայտ է, որ ունեն որոշակի քաղաքական որոշումներ, որոնք միգուցե մեզ դուր չեն գալիս, բայց նրանք ունեն իրենց շահերը եւ այս իմաստով ռուսական ցարերից մեկը հետաքրքիր խոսքեր ասել Ռուսաստանը չունի դաշնակիցներ, Ռուսաստանի դաշնակիցները ռազմածովային այդ բանակի նավատորմն է։ Եվ մենք պետք է դա ընդունենք, մենք պետք է գիտակից լինենք այնքան, որ հնարավորություն չտանք, որ հնարավորության դեպքում նույնիսկ փոքրիկ առիթը պատրվակը հնարավորություն տա, որպեսզի մեր պետության կազմավորման, մեր պետության հարատևման, դրա անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գումարը աշխատելու հնարավորությունը մենք չկորցնենք։ Պարոն Կամեջյան, քիչ առաջ դուք այսպես ռետորական հարց տվեցիք ու պատասխանեցիք երկրների լիակատար կամ կատարյալ ինքնիշխանության մասին։ Բնական է, որ չկա այդպիսի երկիր։ Աշխարհի ամենահզորագույն երկրները Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան էլի չունեն այդ ինքնիշխանությունը, բայց ներկա քաղաքական, աշխարհաքաղաքական ու միջազգային հարաբերություններում մի սուբյեկտի ինքնիշխանությունը բարձրանում է այն դեպքում, երբ որ մյուս սուբյեկտը կլինի դա իր հարևանը կամ չգիտեմ այլ պարտներ, թշնամի կամ բարեկամ, զիջում է իր ինքնիշխանությունից։ Տեսեք, այսօր ամենաթարմ օրինակը Տելեկոմ Արմանյան ու Ազերտելեկոմը համաձայնագիր են ստորագրել դեպի Հայաստան ինտերնետ տրաֆիկի տարածման մասին, որը ուղղված է կապի երթուղիների դիվերսիֆիկացմանը, ենթադրվում է Հայաստանի, որովհետև դեպի Հայաստան խոսքի մասին է խոսքը, եւ հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը։ Այսինքն մենք այս գեր հագեցված տեխնիկայով եւ տեխնոլոգիաներով դարաշրջանում, երբ որ հրազդանում արհեստական բանականության կենտրոն ենք սարքում, չգիտեմ, այնտեղ պատրաստում ենք երևի լուսին թռնել եւ այլն, հաղորդակցության հուսալի ցանցեր չունենք, այդ երթուղիները անպայման պետք է դիվերսիֆիկացնել, այն էլ Ադրբեջանի տարածքով։ Լավ, մենք տեսանք, չէ՞, Արցախի շրջափակման ժամանակ ոնց էին գազը բացում, փակում, հոսանքը միացնում, անջատում։ Մենք դա տեսել ենք երկրաշարժի 88 թվականի երկրաշարժից սկսած մինչև գրեթե ամեն օր։ Այստեղ է ինքնիշխանությունը։ Մենք մեր ինքնիշխանությունը, մենք մեր ինքնիշխանության կարևորագույն էլեմենտներից մեկը տալիս ենք հակառակորդի ձեռը, բայց ասում ենք Գիլասը խանգարում է մեր ինքնիշխանությանը, որ Ռուսաստան ենք արտահանում։ Բացատրեք էլի։
Այստեղ մեկ քանի հարցեր կան, դրանք պետք է իրարից տարբերակենք։ Նախ երբ որ 88 թվականի դուք օրինակը բերեցիք, հարգելի Էդուարդ, 88 թվականի այդ իրադարձությունների ժամանակ, այդ ազգային պորտքումի ժամանակ մասնակիցները ովքեր էին։ Մասնակիցները խորհրդային ժամանակաշրջանում շատ բարձր կրթություն ստացած քաղաքացիներն էին։ Մարդիկ էին, ովքեր որ Դաշտենց էին կարդացել, մարդիկ էին, որ Մաթևոսյան էին կարդացել, հիմա նույն դեռևս գործող իշխանական բուրգի ցանկացած անդամի մոտեցեք եւ ռանչպարների կանչը, գիրքը հարցրի ով է գրել, ես խոստանում եմ եւ կանխորոշում եմ, որ մեծ հիասթափություն է սպասում, չեն իմանալու, ներկա 20-ից մինչև 40 տարեկան սերունդը որոշակորեն ռեստարտի կարիք ունի ազգայնականության հետ կապված, ինքնության հետ կապված, մեր պատմության հետ կապված, եկեղեցու հետ կապված։ Սա առաջին հարցը։ Երկրորդը, ինչ վերաբերվում է Հրազդանի այդ դատակենտրոնի կառուցման հետ կապված, նա մասնավոր կառույց է լինելու, եւ իմիջիալուց ասեմ, նրա Հայաստանում հայտնվելը մեր համար լրջագույն խնդիր է էներգետիկ անվտանգության իմաստով, որտեղ շատ մեծ էներգիա է նա օգտագործելու եւ կոնկրետ մոտակա տարիներին հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի որոշակի փուլային անջատման կամ աշխատանքների դադարեցման հետ կապված մենք ապագա ենք տեսնում, չէ՞, այս դատակենտրոնը ինքը լրջագույն կանգնելու է էներգիա ձեռք բերելու, էներգիա ունենալու եւ սպառում ապահովելու խնդրի առջեւ։ Ինչ վերաբերվում է Հայաստան եւ Ադրբեջան այդ մանրաթելային մալուխի անցկացմանը, ես ասեմ, դա մի բարդ բան չէ։ Դա բահի մեկ հարված է։ Ես հիշում եմ, որ Վրաստանի տարածքում մի հատ տատը քախան անելուց Այո։ կտրել էր այդ մալուխը։ Նման բան մեր հետ էլ է պատահել մասնավոր ձևով։ Խնդիրը գիտեք որն է, երբ որ ցանկանում են մի երկիր զավթել, օրինակ եթե առաջներում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկում որի երկրում իշխանությունը փոխեր, զավթեր այդ երկիրը, չէ՞, նա առաջինի չի անում, այդ երկիրը ուղարկում խաղաղության կորպուսը որպես կանոն։ Հետո գալիս էր ամերիկյան համալսարանի ժամանակը, ամերիկյան համալսարանները այդտեղ հայտնվում, հետո հայտնում էր Ամերիկայի մեծ ինչա դեսպանատուն, որը որ կարելի ասել այդ երկրի ընդհանուր նախագահական պալատից մի քանի անգամ մեծ է լինում եւ մի քանի անգամ ավելի ապահովված ընդհանուր բոլոր հնարավոր սարքավորումներով։ Երբ որ կա խնդիր այս երկրում, կոնկրետ Հայաստանում ստեղծելու այդ վասալային կախվածությունը, ստեղծելու մեր տնտեսության վրա, ես ամենակարևոր հարցերից մեկն է, դա կանդրադառնանք, տնտեսության վրա մի լրջագույն գործոնի, այսպես տիրապետության հարց, վստահ եղեք, մեր թշնամիները, ես համարում եմ Ադրբեջանը եւ հակառակորդ, եւ թշնամի։ Մեր այս թշնամիները մեկ րոպե չեն հապաղելու։ Հիմա ես ասեմ ինչու համար է այդ մալուխայինի վրա այդպես մեծ ուշադրություն նրանց կողմից հատկացվում դեպի Հայաստան։ Հետազոտողները եւ հիմնական ուսումնասիրողները Եվրոպական միության կոմիսարիատի առանձին խմբեր կան, նրանք պնդում են, որ մոտակա 15 տարին, չէ, 15 տարի հետո արհեստական բանականության բաղադրիչները կազմելու են ներկա 10-15%-ի փոխարեն ներկա մոտավորապես 60-70% են կազմելու տնտեսության մեջ։ Իսկ եթե մենք հաշվի առնենք, որ Ադրբեջանը հիմա զարգանում է տարեկան, նրա հնան աճում է տարեկան 0.5%-ով կամ զրոյական։ Հայաստանինը մոտավորապես 6.5-7% է։ Այստեղ կարևոր խնդիր կա, որտեղ նրանց աճի եւ հիմա ստագնացիայի բաղադրիչը հիմնական մատակարարը դա էներգակիրների շուկան է։ Իսկ մեր պարագայում այդ 7%-ի, 6.7%-ի դա Հայաստանի Հանրապետության ինտելեկտուալ հաջողությունն է։
մեր այն ժողովրդական լեզվով ասեն, որ ասում ենք ծրագրավորողներ, ծրագրավորողներից խումբը, այն խումբը, այս խումբը, այն խումբը, մենք այդ առաջիկա 15 տարվա մեր առաջընթացը լինելու է համակարգային ծառայության վրա, համակարգչային ենթադրենք նորությունների վրա, ենթադրենք տեխնոլոգիական ոլորտի վրա։ էկո համակարգերի վրա է լինելու, Ադրբեջանը ոչինչ չի ունի։ Ադրբեջանը հիմա ցանկանում է Հայաստանի Հանրապետության այդ ապագա զարգացման վրա որոշակի կարևոր առանցքային հսկողություն ձեռք բերել։ Վինտիլ ունենալ հիմա էլ Ժողովրդական լեզվով ասած այդ վինտիլն է։ լավ, վերջ-վերջա անցնենք այս մեր տնտեսական, թեմաներին։ Եվրամիությունը օժանդակություն է խոստանում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ օժանդակությունը կիլոգրամների հաշվարկով առաջարկում է կամ նախատեսում է տրամադրել գյուղացիներին։ Առաջի հայացքից թվում է, թե գյուղացիները բինգո բռնեցին։ Ոչ։ Առաջի հայացքից։ Դե փողա տալի, ասում է չի ծախում քո ապրանքը, ես մի մասը փող հատուցում եմ, դա չեմ անում, ծիրանին 200 դրամ, խաղողին 500, չգիտեմ։ Բայց կառավարությունը նաև հայտարարում է, որ այդ փող հատուցումը տալու է սերտիֆիկացված, այնտեղ չգիտեմ ինչ լաբորատորիաներ անցկացված եւ այլն եւ այլն։ Մեր գյուղմթերք արտադրողները գիտեն ընդհանրապես այդ բառերը, գիտեն ինչի մասին է խոսքը, ումը քանի 100 դրամ փող է հասնելու ամեն մի ծիրանից։ Ոնց բացատրենք այս մարդկանց։ Բացատրենք։ Խնդիրը հետեւյալի մեջ է։ Նախ այդ սուբսիդիան ինքը կարևոր բաղադրիչ է տնտեսական քաղաքականության։ Հատկապես գյուղատնտեսության մեջ ընդունում եմ։ Իհարկե։ Դա կարևոր է, բայց սուբսիդիան տրվում է տարերային աղետի դեպքում եւ տրվում է տարերային աղետից հետո։ Մենք տարերային աղետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք քաղաքական ապաշնոր, ապակայունացնող որոշումներ, քայլեր կառավարության կողմից, որի մեղքը իր վրա է եւ որի ծանր հետևանքները գյուղատնտեսական մթերք արտադրողներ վրա է։ Դե մի տարերային աղետը դա է, էլի։ Բայց տարեն աղետը, եթե մենք չենք կարող, օրինակ, այս 2 օր առաջ ինչ որ կարկուտի մասներ էր, ինչ որ աշխարհակազմիկ մտքեր արտահայտում, չէ՞։ Բայց մենք դե տարեն աղետներից գոնե կարող ենք խուսափել։ Քաղաքական որոշումների հետևանքով առաջացած ֆորս մաժորներից մենք չենք կարող խուսափել։ Նա արդեն կատարված է, նա ուղղելու, նա ընդհանրենք այսպես գեղանկարելու հնարավորությունը այլևս չկա։ Ինչ վերաբերում է այս սուբսիդիաներին, այդ կիլոգրամներով շատ ճիշտ Մի ֆոկուսը դա շատ ճիշտ ասացիք, խնդիրը գիտեք որն է։ Կառավարությունը, որը որ լիբերալ, արմատամետ տնտեսական քաղաքականություն է իրականացնում, երբեք իրավունք չունի ինչ որ կիլոգրամներով գներ սահմանի։ Երբեք կառավարությունը իրավունք չունի գներ սահմանի, սա լիբերալ տնտեսական մոդել է, որի մեջ մենք կանք։ Սա պետական, հրամայական, խորհրդային մոդելը չէ։ Հիմա ինչ են շարքում ինչ որ բանի համար գին սահմանել։ Որտեղից գիտեք դրա գինը։ Որտեղից գիտեք։ Դուք ոչ մի ուսումնասիրություն չեք անցկացրել, ոչ մի կիլոգրամի արտադրության վրա դուք չունեք ուսումնասիրության հետևանքներ։ Դուք չունեք ոչ մի գյուղատնտեսական նախարարության կամ լիազոր որևէ կառույցի հետազոտություն։ Այդ Ճիշտ է, նախարարությունը չկա, առաջի բանը որ եղավ է 2018 թվականին նախարարությունը կան։ Ես դա եմ շեշտում։ Գիտեք ինչի համար առաջինը գյուղնախարարությունը վերացվեց։ Դες հստակ կարող եմ բացատրել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը արտադրում են համարյա նույն գյուղատնտեսական մթերքները եւ ինչ պետք է անել թշնամին, որը որ Հայաստանի հետ կապված որոշակի լծակներ է ձեռք բերում։ Շուկայից հանելու համար մեր գյուղատնտեսությունը պետք է Մեր վերացնել։ գյուղատնտեսությունը չէ վերացնում։ Մեր գյուղատնտեսությունը պարզապես զրկում էր մասնագիտական կարծիքից, զրկում էր հետազոտություններից, զրկում էր ընդհանրենք առաջավոր փորձի տեղայնացումից, զրկում էր կոոպերացիայի զարգացումից, զրկում էր աշխատանքի միջազգային բաժանումից։ Այս ամենը կատարվեց նրա համար, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը առնվազն մի քանի տարի ետ ընկնի։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետությունը դոտացիա է տրամադրել իր գյուղմթերքի բոլոր արտադրողներին առանցին տարիներին ընդհանրապես հարկերից ազատել է։ Ընդհանրապես հարկերից ազատել, դուք պատկերացնում եք թվերը, երբ որ
Թուրքիայի աշխատանքային ռեսուրսների մոտավորապես 70%-ը աշխատում է գյուղատնտեսության մեջ։ Պարոն Կոմենդանտյան, ես հիմա մի քար պիտի անեմ, որ ժուրնալիստիկ օրենքներին համենայնպես հարցազրույցի սկզբունքորեն հակասում է։ Եվ Մի քանի րոպե, 3-4 րոպե ժամանակ ունենք, բայց երկու հարց ունեմ, երկու հարց էլ հնչեցնեմ, որն ուզում եք դրան պատասխանեք։ Հնարավոր է արդյոք մոտ ապագայում, որ Հայաստանի իշխանությունը նորից շրջադարձ անեն դեպի Ռուսաստան, այս կոլապսից երկիր ազատելու կամ չգիտեմ, ինչ որ ձևով հարցը հարթելու։ Դա հարց 1 եւ հարց 2։ Որքան կարող է մեր ու ձեր խոսակցության ընթացքում նկարագրված իրավիճակը գոյություն ունենալ իշխանության համար գոնե հնարավորինս կոմֆորտ աշխատանքի համար։ Մինչև երբ այս ժողովուրդը ձայն չի բարձրացնի։ Որ հարցն ուզում եք դրան պատասխանեք։ երկուսն էլ կպատասխանեն, Լավ։ քան որ ժամանակ է, այս շոկին բավականին Հողտեղ նստած ենք։ հովտեղ նստած ենք։ Հիմա նայեք, հավանականությունը, որ ռուսական կողմի հետ փորձեն ինչ-որ աշխատանքներ տանել, ես դա նույն ասում եմ, մի քանի անգամ ամուսնացող կանանց ընդհանրենք վարկագծին։ Այս անգամ չստացվեց, բարեկամներն էին վատը, այս անգամ չստացվեց, ծնողներն էին վատը, այս անգամ չստացվեց, ընդհանրենք առողջ կամ այն անգամ չստացվեց, խնդիրը գիտեք որն է, մենք գոնե այդ հյուսիսային երկրի հետ, որը բավականին գնողունակ է, նրանց գնողունակությունը բարձր է, դա անժխտելի փաստ է, ովքեր հիմա նորից կսկսեն այս մեր ելույթի տակ կամ մեր հաղորդման տակ գրել, որ ռսակոց, այսին պուտինիստրուկ, այս կոմենքում պետք է խոստովանենք, որ Իրականություն դրանից չի փոխվում։ իրականություն դրանից չի փոխվում, բարեկամներ։ Խնդիրը նա է, որ փորձեն, բայց այստեղ հարցը այլ կողմում է դրած։ Նույն Ռուսաստանը իր փորի տակ, այսպես փափուկ տեղով Ուկրաինա ունի, եւ այդ ուկրաինական սինդրոմը եւ ուկրաինական պատերազմի վատ հետևանքները, չասեմ, դաժան հետևանքները ազգակործան հետևանքները, ընդ որում ռուսական կողմը դեռևս այդ վնասները հիմնականում մարդկային ռեսուրսների ձևով է, ուկրաինական կողմը ամբողջական երկրամասեր եւ ամբողջական քաղաքներ կորցրել են, ընդհանրապես հողին են հավասարացել։ Հիմիկվա պատերազմը մեր պատկերացած 41-45 թվականների լսած ֆիլմերում դիտարկած պատերազմը չէ։ Հիմա պարզապես գետինը այրում են, քաղաքների փոխարեն անապատներ են ձևավորում։ Այս որ ասում ես քաղաքը գրավեցին, քաղաք չկա, անապատներ են։ Այս մոդելը որ հասկանաք, ռուսները շատ քինոտ, շատ խանդով են վերաբերվում Եվրոպական միությանը, որովհետև որ Եվրոպական միությունը չի թաքցնում, որ իր նպատակը Ռուսաստանը ոչնչացնելն է եւ Ռուսաստանը մասերի բաժանելն է։ Հա, այդ կոնֆրոնտացիան արդեն երկու առանձին քաղաքացիները միգուցե դրա մասին չգիտեն, միգուցե չգիտեն ընդհանրենք ՆԱՏՕ-ի հիմնական նպատակները, չգիտեն ՆԱՏՕ-ի շտաբ։ Լավ, դա միկում։ Հիմա եկեք sense մտածենք, հարված այնքան մեծ է լինել մեր բյուջեին, որ ուզեն թե չուզեն ներկա իշխանությունները փորձել են ռուսների հետ որևիցե մի ինչ-որ համագործակցության եզր գտնեն, բայց ես կասկածում եմ, որովհետև ռուսական, այսպես արջը, չէ, ռուսական արջը դանդաղ է շարժում, բայց որ շարժում են կողքիների բոլոր սպասքերն է ջարդում, բոլոր կենթանիներն է վնասում, դրանից հետո նորից մնում է խիստ վտանգավոր։ Որ մի թեթև ազգու շարժում անի, մեզ պետք է տանես սկզբի ժամագործումը, հետո վիրաբուժի։ Հիմա ինչ վերաբերում է ինչու ժողովուրդը, չէ, ինչու սպառողները կամ քաղաքական իմաստով ընտրողները ինչ հետևություններ կատարելու այս ամեն ինչից։ Բայց շատ կարճ է։ Շատ կարճ։ Հետևություն ժողովուրդը կատարել է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խմբակը 50%-ից ավել ձայն չի հավաքել։ Նույնիսկ 50% չի հավաքել։ Դա չի հավաքել։ Եվ դա դեռևս սահմանադրական դատարանում գտնվող գործի հետ կապված վճիռը դեռևս չի կայացել։ Ես ինքս մասնակցել եմ ընտրությունների ընթացքին եւ ընդհանրապես մենք հայակվենք որպես քաղաքական միավոր այս ամեն ինչի մասնակցել է, պետք է խոստովանենք, որ ընտրությունների միգուցե սենյակներում այն լցոնումները 90-ական թվականների չկատարվեց, բայց ընտրություններից առաջ
ընտրությունը օրից 2 ամիս առաջ սկսվեց այդ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը։ Ադմինիստրատիվ ռեսուրսը միգուցե կարելի Այսինքն ընտրությունները որպես ընտրությունները այդպեսին ազատ արդար ու թափանցիկ չէին։ ընտրությունները թափանցիկ չեն եղել։ Մենք օրինակ ունենք դիտորդական կառույց 1200 էպիզոդ հստակ արձանագրված է 1200-ը գիտեք ինչ է։ Հասկանում եմ։ Մինչև երբ է ժողովուրդը սա հանդուրժել։ Ժողովրդի հանդուրժելու հետ կապված ժողովուրդը չի հանդուրժում սա, ժողովուրդը մոտավորապես 340,000 ձայն տվեց նորաստեղծ ոչ մի փորձ չունեցող քաղաքական միավորին, որը Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան ոչ մի փորձ չունեն այս մարդիկ միգուցե տնտեսական բնակավարում հաջողել էին, քաղաքական բնակավարում նրանք փորձ չունեն։ Ժողովուրդը 340,000 տվեցնած 340,000-ից բացի ձայներ ստացավ Հայաստան դաշինքը, չէ՞։ Այո։ Եվ այս ձայների հանրագումարը դա 500 քանի հազարի կարգի է դառնում, եթե հաշվենք առնում Ծառուկյան Գագիկի գլխավորած իր ուժի Բարգավաճ Հայաստանը, քաղաքական ուժեր, որ ակնհայտ հակա եթե հաշվենք առնում նաև մանր մունր ձայն փոշիացնող գործիքներին, ես դա չեմ ասում կուսակցություններ։ Լավ։ Մենք հասկանում ենք, որ ժողովուրդը չի համակերպվում եւ սոցիալական բունտի բոլոր նախադրյալները կան։ Լենինյան հիշում եք ձևակերպում կար, որ ասում էր, երբ որ ժողովուրդը չի ուզում ապրել այդ հին ձևով, վերևներում չեն կարող կառավարել եւ չեն կարող գրել իրենց ընդհանրենք 65%-ը չեն կարողանում գրել։ Առաջանում է հեղափոխական իրավիճակ։ Այս խնդիրը գիտեք ոնց է, միգուցե ազգային կամ էթնիկ որոշակի գունավորումներով տարբեր երկրներում տարբեր է, բայց դա դասական օրինակ։ Ըստ էության նույնն է դա։ Շնորհակալություն պարոն Կոմենդատյան, շատ հետաքրքիր էր ձեր հետ զրույցը։ Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, կարծում եմ, եթե ոչ եթերում, գոնե ձեր գրառումներում դրա զարգացումների վերաբերյալ գնահատականները կլսենք։ Շնորհակալություն նաև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մեզ հետևելու համար մինչև վերջին րոպեն։ Հիշեցնեմ մեր հյուրը Հայ-Աքվեի վարչության անդամ, ֆինանսիստ Հրայր Կոմենդատյանն էր, ցտեսություն մինչև նոր հանդիպում։